Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1370-րդ օրն է։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ եթերում ասվածից անմիջապես հետո նոր կարևոր նորություններ են հայտնվում, որոնք նույնպես պետք է ձեզ հաղորդել արագ։ Մերձը շարունակում է շոկի ենթարկել Թրամփին, ռազմաճակատից կան լուրեր, կան նոր խոցված թիրախներ Ռուսաստանի տարածքում եւ օկուպացված շրջաններում, բայց դրանց մասին կխոսենք մի փոքր ուշ։ Եկեք սկսենք վերջին օրերի ամենակննարկվող հարցից։ Տեղեկատվական դաշտը չափազանց լցված է, պուտինյան պրոպագանդան ամեն կերպ փորձում է ներկայացնել իրեն որպես հաղթող, իսկ ռուսական այսպես կոչված ընդդիմադիր ԶԼՄ-ները հանկարծ սկսել են կրկնել կրեմլյան մտքերը, օգտագործելով Ուկրաինայի հասցեին կապիտուլյացիա, պարտություն բառերը, հիմնավորումներ տալով ամենաանհեթեթ ձևով։ Երեք Հայաստանից իմ ծանոթներից մեկը ինձ զարմացրեց մի մտքով, ասում է, եթե Զելենսկին համաձայնել է քննարկել Թրամփի հետ այսպես կոչված Թրամփի պլանը, դա իբր նշանակում է կապիտուլյացիա։ Ռուսական պրոպագանդայի տակ ձևավորված տարօրինակ տրամաբանություն է նկատում եք, այսինքն դաշնակցի հետ խաղաղության պլանը քննարկելը դրսից ներկայացվում է որպես երրորդ երկրի առաջ կապիտուլացվել։ Սա միայն ռուսները կարող էին այսքան ճակերտավոր հանճարեղ միտք գեներացնել, բայց զրուցակիցս արագ հասկացավ, որ սխալ եզրակացություն էր արել եւ խոստովանեց, որ այդ տպավորությունը ձևավորվել է ռուսական ընդդիմադիր մեդիայից։ Փաստացի շատ լրատվական ալիքներ, ովքեր ներկայանում էին որպես ռուս ընդդիմադիրներ, պարզապես պահածոներ էին, Պուտինի կոնսերվաներ, որոնք Պուտինին պետք եկած պահին սկսեցին այլ բան խոսել։ Ցավոք, իմ զրուցակիցը միակը չէր, որ երեք նման կարծիք հայտնեց ինձ, այդ իսկ պատճառով որոշեցի անդրադառնալ եթերում, միգուցե էլի նման կարծիք ունեցողներ կան։ Ես հասկանում եմ, ռուսական պրոպագանդայի տիրապետության տակ մարդիկ Հայաստանում ապակողմնորոշված են։ Ես զրուցակցից մեկ այլ հակադարձ հարց տվեցի, իսկ Զելենսկին երբևէ մերժել է Թրամփի որևէ գաղափարը քննարկել։ Եվ զրուցակիցս ավելի արագ եկավ ճիշտ ուղու վրա։ Ովքեր մոռացել են, հիշեցնեմ, երբ Թրամփը եկավ իշխանության, մենք բոլորս հասկացանք, թե ինչ բնավորություն ունի եւ ինչ ոճ ունի նա։ Իսկ քանի որ նա մեր բարեկամ երկրի առաջնորդն է, դաշնակից, Զելենսկին աշխատում է չմերժել նույնիսկ Թրամփի ամենաաբսուրդ առաջարկները։ Նա ընտրում է բանակցությունների ճանապարհը, քննարկումները եւ արդյունքում հասնում է իրեն անհրաժեշտ արդյունքին։ Այդպես էր նաեւ հանքանյութերի գործարքի դեպքում, որը ավարտվեց համատեղ հիմնադրամի ստեղծմամբ եւ հավասար գործընկերային համագործակցությամբ, այդպես էր նաեւ այն ժամանակ, երբ Թրամփը մի օր արթնացավ եւ պահանջեց անհապաղ դադարեցնել կրակը, հենց անհապաղ։ Զելենսկին եւ եվրոպացի գործընկերները համաձայնեցին քննարկել այդ առաջարկը, բայց վերջում հենց Ռուսաստանը հրաժարվեց կրակի դադարեցումից։ Հիմա Թրամփը նոր գաղափար ունի։ Այո, այդ պլանում, ինչպես առաջին օրից ասել եմ, կան բազմաթիվ ռուսական անհիմն եւ աբսուրդ պահանջներ, բայց քանի որ պլանը ներկայացնողը Պուտինը չէ, մեր դաշնակից Ամերիկան է, մենք չենք կարող պարզապես հրաժարվել քննարկումից։ Հակառակ դեպքում ստացվում է, որ նրանք մեզ զենք ու ֆինանսավորում էին տալիս միայն նրա համար, որպեսզի մենք անվերջ շարունակենք պատերազմը, առանց պատկերացնելու, թե ինչպես կարող է այն ավարտվել կամ պատերազմի սուր փուլը ավարտվել, հա։ Մարդը, որ քեզ աջակցել է գումարով եւ սպառազինությամբ, ուզում է հասկանալ, ինչ պատկերացումներ ունես պատերազմի կամ առնվազն ակտիվ ռազմական գործողությունների ավարտի վերաբերյալ, որոնք են քո կարմիր գծերը, ինչ զիջումների մասին կարող ես մտածել։ Ճիշտ է, Թրամփը դա անում է շատ տարօրինակ ձևով շատերիս համար, բայց դա իրեն են ընտրել ամերիկացիները որպես նախագահ, ուրեմն իր հետ ենք աշխատում։ Թրամփը փորձում է մեր սկզբունքները համադրել հակառակ կողմի դիրքերի հետ ու ասում է, որ ուզում է օգնել խաղաղություն հաստատել։ Դե օքեյ, Զելենսկին միշտ ասել է, որ խաղաղությունը մեզ ուկրաինացիներից ուրիշներից շատ է պետք։ Հենց մեր խաղաղ բնակիչներն են ամեն օր զոհվում։ Եվ իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել պատերազմի դադարեցման բոլոր տարբերակները, բայց Զելենսկին միանշանակ ասել է, պատերազմը կամ ռազմական գործողությունները կարող են դադարեցվել միայն մեզ համար արժանապատիվ պայմաններով։ Շատ տարօրինակ է, որ մարդիկ, ովքեր իրենց քաղաքական գործիչ են կոչում, նման պարզ բաներ չեն հասկանում։ Մենք հիմա աշխատում ենք առաջարկվող համաձայնությունների վրա, բայց չենք կարող կանխատեսել վերջում ինչ արդյունք կլինի։ Կայսերական Ռուսաստանը միշտ էլ անկանխատեսելի է եղել, բայց նրանց նման վարքը չպետք է մեզ շեղի մեր գործից։ Եթե մեր դաշնակիցը ուզում է բան քննարկի, կքննարկենք, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում Պուտինի համար։
Եթե կան մարդիկ, ովքեր փորձում են հասկանալ, թե ով է հաղթել, թե կուզ այս փուլում, եկեք անկեղծ քննարկենք։ Պուտինը սկսեց պատերազմը Ուկրաինայի դեմ, նպատակ դնելով գրավել երկիրը եւ ինչպես ինքն էր ասում, դենացիֆիկացնել եւ դեմիլիտարիզացնել այն։ Մենք բոլորս հիշում ենք Կիևի մոտ սպանված ռուս զինվորների իրերում շքահանդեսին պարադային համազգեստները։ Մարդիկ գալիս էին մեր քաղաք մտածելով, որ մեկ շաբաթ անց այստեղ հաղթական շքերթ են անցկացնելու։ Իհարկե ոչնչացվեցին։ Հիմա հարց. Պուտինը իրականացրեց իր ծրագիրը։ Ակնհայտ է, որ ոչ։ Միայն ամենածանր հոգեկան վիճակում գտնվող մարդը կարող է ասել հակառակը։ Ուրեմն, եթե չի հասել իր նպատակին, նշանակում է չի հաղթել։ Իսկ եթե չի հաղթել, մենք ոնց ենք դառնալու կապիտուլյացիայի ենթարկված։ Իսկ Դոնբասի մասին պատմությունները պարզապես աշխատում են նրանց վրա, ում գիտակցությունը դեռ չի ամրացել դլյա նյակրեպշի խումով, ինչպես իրենք ռուսներն են ասում։ Ինչ Դոնբաս, եթե Պուտինը Կիև էր գալիս։ Ռուսների համար լավագույն դեպքում կարելի ասել, որ Պուտինը ունի ինչ-որ տեղական մասնակի տարածքային առաջընթաց, ահռելի մարդկային ու տնտեսական կորուստների գնով։ Ռուսաստանը փոքրիկ Մոլդովայից էլ է տարածքներ խլել, բայց ում մտքով կանցնի ասել Մոլդովան պարտվել է կամ կապիտուլացվել է։ Մոլդովան ցավոք տարածք է կորցրել, որոնք միևնույնն է ոչ ոք չի ճանաչել իօքուտ Ռուսաստանի կամ ինչ-որ անկախ պետության։ Իսկ մենք ուկրաինացիներս մենք կանգնեցրել ենք թշնամուն, ազատագրել ենք գրավված տարածքների կեսից ավելին, բայց դեռ չենք կարողացել վերադարձնել ամբողջ միջազգային ճանաչված մեր տարածքը եւ այնտեղ ապրող մեր մարդկանց։ Այսինքն ռազմավարական առումով մենք հաղթել ենք, կարողացել ենք պահել մեր պետությունը եւ ապահովել նրա կենսունակությունը անհավասար պայքարում, բայց հասել ենք արդյոք լիարժեք հաղթանակի Պուտինյան Ռուսաստանի նկատմամբ։ Պարզ է, չէ՞, որ դեռ ոչ։ Երկու կողմերն ունեն հանգամանքներ, որոնք կարող են ներկայացվել որպես հաղթանակ կամ պարտություն, բայց ընդհանուր պատկերը ավելի շատ ոչ ոքի է։ Ու սա ոչ մի կերպ չի տեղավորվում կապիտուլյացիա խոսույթի հետ։ Պարզապես ովքեր նման բառ են օգտագործում, իրավիճակը բնութագրելու առումով Կրեմլի գործակալներ են կամ թերուս կիսագրեգետ մարդիկ։ Նրանց հետ նույնիսկ վիճել պետք չէ, պարզապես արհամարեք։ Եթե նայենք հեռանկարին, ապա վիճակը Ռուսաստանի համար ավելի վատ է։ Նախկինում Դոնբասում ապրում էին հիմնականում ռուսախոս մարդիկ, ովքեր հավատում էին ռուսական ռոպագանդային եւ ընտրությունների ժամանակ միշտ մեզ հետ էին փորձում քաշել դեպի անցյալ, դեպի Ռուսաստան։ Իսկ հիմա հենց Ռուսաստանն է սպանել այդ ռուսախոս մարդկանց, նրանց տները քանդել, այդ տարածքների բնակիչների մեծ մասը փախել է։ Եվ եթե Ռուսաստանում ինչ-որ մեկը ուրախանում է ոչ ոքի կողմից չճանաչված տարածքային ձեռքբերումներով, պետք է մտածի, իսկ հետո ինչ։ Ինչպես է իրեն պահելու, կերակրելու մի երկիր, որը 4 տարվա աբսուրդային պատերազմի ընթացքում փլուզել է սեփական տնտեսությունը, շուկաները կորած են, ֆինանսական հոսքերը նույնպես, բայց ամենամեծ կորուստը վստահության կորուստն է, քանի ներդրող այսօր իր գումարը կներդնի արյունոտ եւ անկանխատեսելի դիկտատորի երկիր։ Պատասխանը պարզ է. դժվար կլինի գտնել նման ինվեստորների։ Իսկ Ուկրաինան, չնայած ստացած մեծ վնասին, շարունակում է ունենալ եւ պահպանել իր տարածքային իրավունքը եւ ստացել է աշխարհի գիտակից հանրության հարգանքը, քանի որ կարողացել է դիմադրել նման ագրեսորին։ Բացի այդ, անկախ նրանից թե Ռուսաստանը ինչ խարդավանքներ էր հյուսում մեր երկրի ներսում, մենք այսօր ունենք միավորված հասարակություն, որը հստակ գիտի ինչ է ուզում, ինչպես է պատկերացնում իր ճանապարհը եւ այլևս չկան մարդիկ, ովքեր փորձում էին մեզ իդ բերել խորհրդային միություն։ Չկան, որովհետև նրանց սպանել է Ռուսաստանը, եւ որքան էլ նա փորձի պառակտել մեր հանրությունը, արդեն գործիքակազմն է պակասել։ Ռուսաստանը ինքն իրեն զրկեց մարդկային ռեսուրսից, թե իր երկրի ներսում եւ թե Ուկրաինայում։ Զրկեց նրանցից, ում անվանում էր իրեն է ռուսախոս։ Այժմ Ուկրաինայում ապրում են մարդիկ, ովքեր Ռուսաստանին տեսնում են որպես ագրեսոր եւ մարդասպան, եւ կապ չունի նրանք ուկրաինախոս են թե ռուսախոս։ Ռազմաճակատում էլ շատ հաճախ մեր շարքերում կարելի է լսել ռուսերեն լեզու։ Այո, ռուսալեզուները, ազգությամբ ռուսները պատերազմում են Պուտինյան Ռուսաստանի հետ։ Ոմանք Ուկրաինայի ազատության համար, իսկ ռուսական ազատագրական բանակը Ուկրաինայի զինուժի շարքերում նաև Ռուսաստանի ազատության համար։ Հուսամ էլ նման բացատրությունների կարիք չի լինի։ Մինչ մեր եթերի այլ թեմաներին անցնելը, խնդրում եմ ձեզ օգտագործեք YouTube-ի գործիքները մեր եթերին աջակցելու համար, լայքեք եւ եթե կարելի է տարածեք սոցիալական ցանցերում, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ անպայման բաժանորդագրվել, դա շատ կարեւոր է ալիքի համար։ Նախորդի երեկոն եւ նույնիսկ գիշերը արդյունավետ էին Թրամփի պլանի բովանդակության շուրջ ընթացող բանակցություններում, ինչպես ասել էի երեկվա եթերում, Ուկրաինան շատ կոմպետենտ դելեգացիա է ուղարկել
բանակցությունների, մեծ աշխատանք է իրականացվել թե ամերիկացի գործընկերների եւ թե եվրոպացիների հետ։ Ռուբիոն օպտիմիզմով կարծես փայլում էր։ Արդեն գիշերով եւ ուկրաինական եւ ամերիկյան կողմերը հանդես եկան հայտարարությամբ, Սպիտակ տունը իր կողմից տարածեց համատեղ հայտարարություն, նշվում էր, որ Ամերիկայի նախագծի թարմացված տարբերակը արտացոլում է Ուկրաինայի ազգային շահերը։ Ժնևում բանակցություններին մասնակցող ուկրաինացի ներկայացուցիչները հայտարարեցին, որ այսօր արված ուղղումներով Ամերիկայի նախագծի տարբերակը ապահովում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հուսալի եւ իրագործելի մեխանիզմներ, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում, այսպես է ասվում հայտարարության մեջ։ Կարևորից նաեւ տեղեկացնեմ, որ Ամերիկան Ուկրաինային է փոխանցել անվտանգության երաշխիքների նոր փաստաթուղթ, որը ներառում է 3 հիմնական կետ, ինչպես հայտնի է, քննարկվող առաջին փաստաթուղթը բաղկացած էր 28 կետերից եւ ընդգծում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև կարգավորման հարցերը, ներառյալ տարածքային եւ տնտեսական պայմանները։ Երկրորդ փաստաթուղթը կոչվում է անվտանգության երաշխիքների շրջանակային համաձայնագիր Ուկրաինայի համար։ Այն պարունակում է 3 հիմնական դրույթ։ Առաջին կետը նախատեսում է, որ Ամերիկայի նախագահը կարող է կիրառել զինված ուժերը, ինչպես նաեւ հետախուզական, լոգիստիկ, տնտեսական եւ դիվանագիտական աջակցություն Ուկրաինային Ռուսաստանի կրկնակի հարձակման դեպքում։ Երկրորդ կետը սահմանում է, որ ՆԱՏՕ-ի անդամները Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի, Լեհաստանի եւ Ֆինլանդիայի հետ միասին կգործեն Ամերիկայի հետ միաժամանակ, ինչը խոսում է, որ ՆԱՏՕ-ն միևնույնը մնում է թեմայի մեջ։ Երրորդ կետում նշվում է, որ անվտանգային շրջանակային համաձայնագրի գործողությունը կտևի 10 տարի, հնարավոր երկարաձգմամբ։ Փաստորեն այս պահին Թրամփը կամ իր խորհրդականները Ռուսաստանին 10 տարվա կյանք են նախատեսում, թե կարծում են, որ 10 տարի հետո մենք այնքան ուժեղ կլինենք, որ հարցը ինքնին կփակվի։ Համենայն դեպս շատ հետաքրքիր իրավիճակ է։ Կուզենայինք հավատալ առաջի վարկածին։ Ռուսաստանի տնտեսության վիճակը հենց դրա մասին է խոսում, բայց ինչպես գիտեք, մենք տեղեկությունները հայտնում ենք, ուշադիր հետևում ենք առանց ավելորդ օպտիմիզմի։ Արդեն Ամերիկայի եւ Ուկրաինայի պաշտոնյաները քննարկում են Զելենսկու Ամերիկա կատարելի կայցը, սակայն այն կախված է Ժնևում ընթացող բանակցությունների զարգացումից, հայտնում է CBS News-ը։ Այցը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ Թրամփի խաղաղ պլանի շրջանակում։ Ամերիկան նաեւ նախատեսում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ խաղաղության պլանի վերաբերյալ։ Հանդիպման վայրը չի նշվում, ավելի վաղ հաղորդվել էր, որ Ամերիկայի բանակի նախարար Դրիսկոլը Կիևից հետո կմեկնի Մոսկվա, իսկ այս ֆոնին Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը չի ստացել Ամերիկայից պաշտոնական տեղեկատվություն Ժնևում ընթացող բանակցությունների մասին։ Զգում եք, ինչ որ սկսեցին շատ բողոքել Կրեմլում։ Թրամփի վեճը չի, այսօր Թրամփը նույնիսկ փորձեց կատակել Ռուսաստանի հետ ապագա բանակցություններում հնարավոր հաջողությունների մասին, պապին պարզապես բոցում է։ Չի բացառվում, որ այս ամբողջ բարդ գործընթացը կրկին ավարտվի Ռուսաստանի հերթական մերժմամբ, առաջարկները դիտարկելուց հրաժարվելով ցանկացած հորինված պատճառաբանությամբ։ Գործընթացները միևնույնը շարունակվում են, այսօր եւ մոտորերս նույնպես կշարունակվեն, եվրոպացիները եւ մեր ուկրաինական ներկայացուցիչները քննարկում են մեծ հանդիպում։ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կհանդիպեն Ժնևում Ուկրաինայի նախագահը բանակցություններ է վարում եվրոպացի առաջնորդների հետ, ձեռք բերելով նրանց աջակցությունը։ Այս օրերին Թրամփի պլանի քննադատողների շարքին Ուկրաինայի հետ մեկտեղ միացավ նաև Գերմանիայի կանցլեր Մերցը, երբեմն նրա քննադատությունը ուկրաինական կողմից ավելի սուր էր։ Բերլինը դեմ է Ռուսաստանի վերադարձին մեծ ութնյակ, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը մեծ 20 համաժողովի ավարտից հետո, որը կայացավ Յոհաննեսբուրգում։ Մերցի խոսքով մեծ յոթնյակի երկրները պատրաստ չեն կրկին ընդունել Ռուսաստանին կազմակերպության կազմում, իսկ ձևաչափի վերականգնման որոշումը կարող է ընդունվել միայն լիակատար կոնսենսուսի դեպքում։ Նույն դիրքորոշումը ավելի վաղ հայտնել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նշելով, որ չի տեսնում Ռուսաստանին առաջատար տնտեսությունների խմբում վերադարձնելու պայմաններ, իսկ դա Թրամփի պլանի կետերից մեկն էր, այսինքն բարձր չէ, որ արդեն մի կետով իրականացման խնդիր կա։ Ընդհանուր առմամբ ես մեծ կասկածներ ունեմ Թրամփի պլանի իրագործման գործիքակազմի վերաբերյալ, քանի որ այնտեղ կան կետեր, որոնք առհասարակ չեն մտնում հենց Թրամփի լիազորությունների շրջանակ, բացի Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից կան եւս մի շարք կարևոր թեմաներ արդեն այն տարածաշրջանում, որտեղ գտնվում է մեր Հայաստանը։ Կարելի է ասել անհավանական բան տեղի ունեցավ, Ալիևը հրաժարվեց աջակցել Էրդողանին, թեև պաշտոնական լուրը ներկայացվում է հետևյալ կերպ. Ադրբեջանը հրաժարվել է զորք ուղարկել Գազա, իսկ այդ վերնագրի տակ հաղորդվում է, որ Ադրբեջանը դարձել է վերջին երկիրը, որը հրաժարվել է իր զորքը ուղարկել Գազա, մասնակցելու միջազգային կայունացման ուժերին։ Այս մասին եւ իսրայելական եւ ադրբեջանական մամուլում կան նյութեր, ասեմ, որ Գազա զորք ուղարկելու վրա մեծ հույսեր ուներ Էրդողանը, սա ցավոտ հարված է թուրք
Թուրքիայի շահերին կամ միգուցե ավելի ճիշտ կլինի ասել անձամբ Էրդողանի ամբիցիաներին։ Ով թեմայի մեջ չի, ասենք, որ Թուրքիան փնտրում է պատճառ իր զորքերը Գազայի հատված մտցնելու համար, այդպիսով իր ներկայությամբ փորձելու է ճնշել Իսրայելին, դա Իսրայելը իր հնարավորությունների չափով աշխատում է չեզոքացնել Էրդողանից եկող վտանգները, զորքեր մտցնելու նպատակով Էրդողանը ցանկանում է օգտվել Թրամփի կողմից առաջարկված այսպես կոչված կարգավորումից, իսկ ինչպես մենք գիտենք, դա ամենևին էլ կարգավորում չդարձավ, Համասը չի պահպանում հրադադարը, իսկ Իսրայելը պատժում է ահաբեկիչներին, այսպիսով պետք է հաշվի առնել, որ Թրամփը չնայած իր բարձրագույն հայտարարություններին, այնտեղ նույնպես ոչինչի չկարողացավ հասնել, նույնիսկ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևի առկայությամբ։ Կռիվը ինչպես գնում էր, այդպես էլ շարունակվում է մի փոքր այլ ձևաչափով, բայց մեզ համար ավելի կարևոր է Էրդողանի եւ Ալիևի միջև ստեղծված ինտրիգային իրավիճակը, փաստորեն իր զորքերը Գազա ուղարկելուց հրաժարվելով Ալիևը քանդում է Էրդողանի խաղը։ Իմ հիշողությամբ այսքան ցավոտ կերպ Էրդողանի հետ դեռ Ալիևը չէր վարվել։ Սա Թուրքիայի ընկած դերի հետևանքն է տարածաշրջանում, թե ինչ որ անձնական բան կա, դեռ կիմանանք։ Ամեն դեպքում սա ցույց է տալիս, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ամեն ինչ այնքան հեշտ ու հարթ չէ, ինչպես շատերին էր թվում։ Մենք հաճախ ենք անդրադարձել այս թեմային եւ երևի երբ Ուկրաինայի շուրջ իրավիճակը մի փոքր հանդարտվի, այս հարցը կքննարկենք մեր միջազգային հարցերով մասնագետների հետ ձեզ համար, իսկ մինչ այդ կոչ եմ անում Երևանում որոշումներ ընդունողներին, գիտեմ, որ մեր եթերները դիտում եք, ավելի ուշադիր լինեք այս ուղղությամբ, չի բացառվում, որ Ալիևը կրկին փոխի Էրդողանին Պուտինի հետ, պետք է ուսումնասիրել թեման։ Սկսելով ռազմաճակատի մասին լուրերի բաժինը, ասեմ, որ մեր տելեգրամյան ալիքում կան բազմաթիվ նոր տեսանյութեր օկուպանտների ոչնչացման մասին, հատկապես շատ դրական կադրեր կան Պոկրովսկից, QR կոդը ձեր էկրաններինն է, բաժանորդագրվեք եւ վայելեք, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, իսկ ովքեր բաժանորդագրված են, հիշեցնեմ, որ այնտեղ ձեզ շատ հաճելի կադրեր են սպասում։ Գիշերը կրկին Ռուսաստանի մի շարք շրջաններում հարվածներ են հասցվել կարևոր օբյեկտների եւ ըստ տրադիցիայի բոլոր հնարավոր կադրերը մեր տելեգրամում են, իսկ արդեն այսօր ցերեկը մոսկվացիներն էին բողոքում ուկրաինական դրոնների հարձակումից։ Ռուսաստանում բնակչությունը այլևս չունի այն վստահությունը, թե պատերազմը նրանց չի հասնի, հասնում է ու դեռ ինչպես։ Իր հերթին Ռուսաստանը գիշերը նորից հարվածեց քաղաքացիական ենթակառուցվածքներին եւ բնակարանային ֆոնդին Ուկրաինայում, մասնավորապես Խարկովում, Զապորոժիայում եւ Օդեսայի մարզում, ցավոք կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, իսկ մարտի դաշտում անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական զորքը լիկվիդացրել է եւս 1190 ռուս օկուպանտի։ Վերջին օրերի թվերը իրոք նոր ջարդի մասին են խոսում, 3 խոցվել է 3 տանկ, 5 զրահամեքենա, 41 հրետանային համակարգ եւ 431 ռուսական անօդաչու։ Պուտինյան օկուպանտների ընդհանուր կորուստները լայնածավալ պատերազմի սկզբից հասել են 1,166,450 զինծառայողի, բայց ինձ թվում է Պուտինի վեճը չէ։ Այդ ընթացքում ռուսական Z ռազմական թղթակիցները նախազգուշացնում են, եթե ռուսական SVO կոչվածի տաք փուլը մոտ ժամանակներում չդադարեցվի, ապա ռուսական բյուջեն կճաքի, դա այդ մասին մենք շատ ենք ձեզ տեղեկատվություն ներկայացնել, պարզապես հերթական անգամ ռուսները դրա մասին վկայում են, այդ մասին տեսանյութը նույնպես կա մեր տելեգրամում, ասում են, եթե Ռուսաստանի բյուջեն չստանա այնքան անհրաժեշտ դադար, ապա չի կարողանա կատարել սոցիալական պարտավորությունները բնակչության առաջ։ Հիմա պարզ է, չէ, ինչու է Պուտինը փորձում իրեն հաղթող ձևացնել, նոր դերի փուլ է սկսվել տոկոսով գյուղ գրավողի ու նրա երկրպագուների մոտ, բայց ինչպես հայկական ասացվածքում է ասում, գողի եւ ցածր բարոյականության կերպարների սուտը երկար չի տևում, շուտով նորից կխայտարակվեն, հենց իսկ բացահայտվի նրանց սուտը։ Ռուսական կորուստների մասին ուկրաինական գենշտաբի ռելիզը ձեր էկրաններին է, շատ չերկարացնեմ, երկուշաբթի օրվա եթերը լուրեր իրոք շատ են, ովքեր ավելի շատ տեղեկատվություն են ցանկանում ունենալ, հիշեցնեմ նորից մեր տելեգրամի մասին, խնդրում եմ չմոռանաք լայքեք եւ տարածեք մեր եթերը, ձեզ լավ տրամադրություն եմ մաղթում, մինչ նոր հանդիպում բարեկամներ։